Տիկին Գրիգորյան, ուղղակի շատ են, բայց ես մի քանի հարց ուղղակի ձևակերպեմ եւ այլն։ Իրավունք ունի ձերբակալել եւ համապատասխան մարմիններին հանձնել ծառայության սեփական անվտանգության ապահովման գործառույթի իրականացման շրջանակներում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց։ Ծառայությունը ներքին անվտանգության ստորաբաժանման հետաքննության արդյունքում է դա կատարում, թե ուղղակի մեկին ձերբակալում է իր ծառայության աշխատակցի, տալիս է իրավապահ մարմիններին, քննչականն է գնում է կրակը, որպեսզի ապացուցի նրա մեղավորությունը, այսինքն ողջամտությունը որտեղ է։ Երկրորդ, ծառայողության աշխատակիցների, ստորաբաժանումների, շինությունների եւ տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների եւ կազմակերպությունների փաստաթղթերը, միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար։ Ընդ որում այդ մարմինը պատասխան այստեղ ողջամտության սահմանը որտեղ է։ Ծառայությունը ինչ սահմանափակում ունի, պայմանական ասեմ, Հայաստանի բոլոր համայնքների, ենթադրենք ավականու անդամի վկայականը չգործարկելու, դեռ չեմ ասում, պաշտպանության նախարարություն եւ այլ գերատեսչություններ։ Զենք կրելը, զենքի գործածումը, դա վերաբերում է միայն ծառայության տարածքում անվտանգային, ոնց որ հատուկ միջոցների դեպքում անվտանգային նկատառումներով, որտեղ ծառայության ֆունկցիան ավելի շատ արտաքին ճակատն է եւ հատուկ այսպես ծանրանալ զենքի կրման, զենքի օգտագործման, կիրառման պատասխանատվության վրա Հայաստանի Հանրապետության տարածքում բացի ծառայության ներքին անվտանգության, շենքային եւ այլ անվտանգության միջոցառումներից, ել որտեղ է առաջ գալու այդ անհրաժեշտությունը։ Որտեղ։ Այդ հակահետախուզություն կա, չէ՞ կարծեմ։ Հակահետախուզություն չէ՞ կարծեմ։ Մի շատ կարևոր հարց։ Ատեստավորումը ըստ արտաքին հետախուզական ծառայության, դա վերաբերում է լոկ մասնագիտական չափորոշիչներին առաջ խաղացմանը, թե ատեստացիայի արդյունքում նաև աշխատավարձի փոփոխությունը նախատեսվում։ Ու վերջապես այս գաղտնալսումների հարցը բանա, Հայաստանում ինչ նածաղքում գաղտնալսում։ Հալ ավելի։ Տիկին Գրիգորյան։ Ահա ոչ Էդ էլ որ գաղտնալսել էլ բան է։ Տիկին Գրիգորյան, հաշվի առնելով, որ ֆունկցիոնալ առումով արտաքին հետախուզական ծառայության գործունեության դաշտը մեծամասամբ Հայաստանի սահմաններից դուրս է, եւ հաշվի առնելով, որ որքանով է տրամաբանական հավելյալ հսկայական ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ կիրառել, նոր մի գաղտնալսող համակարգել արտաքին հետախուզական ծառայության համակարգում ձևավորելու, արդյոք նպատակարար չէր ուղղակի սահմանափակվել ներկայիս գործող գործիքակազմով այս կամ այն խնդրի լուծման համար ուղղակի ազգային անվտանգության ծառայության հիմա գործող գաղտնալսման համակարգի ծառայություններից օգտվել։ Հարցերը շատ էին, բայց շնորհակալություն պարոն Մանուկյան կարևոր հարցերի համար։ Կարիք ունեն։ Ես իրականում կկապեմ ձեր առաջին եւ երրորդ հարցերը միմյանց հետ, որը վերաբերում էր ձերբակալությանը եւ այնուհետեւ քրեական հետապնդման մարմիններին փոխանցելուն եւ զենք կրելու այդ պահպանման կրման կարգի վերաբերյալ իրավական հիմք նախատեսելուն, այսինքն չշփոթենք, մենք նոր կարգավորում չենք դնում զենք կրելու, մենք դնում ենք իրավական հիմք, որ հաջորդիվ ընդհանրական ակտով կարգավորվեն, թե ինչպես այդ զենքը պիտի կրվի, պահվի, հատկացվի, հաշվառվի եւ այլն։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է ձերբակալության մասով էլ զենքի մասով էլ տարածք մեր ենթակառուցվածքների, ծառայության ենթակառուցվածքների ֆիզիկական անվտանգության ապահովման է վերաբերվում միայն։ Այսինքն, երբ ունենք հակաօրինական ներխուժման ռիսկ, ներխուժման վտանգ ծառայության հատուկ պահպանվող տարածք, իսկ ինչպես գիտեք, օրենսդրությամբ ծառայությունը ինքնուրույնաբար է ապահովում իր ենթակառուցվածքների ֆիզիկական անվտանգությունը այդ թվում, հետևաբար այս լրացման անհրաժեշտությունն է, որ մենք որպես իրավական պետություն շատ հստակ ընթացակարգեր ունենանք եւ օրինակ իրավիճակ պատկերացնենք, երբ ծառայության ենթակառուցվածքների
կառուցվածք կամ տարածք, փորձում են մուտք գործել կամ ոտնձգել որևէ անձ, եւ այդ անձին ազատությունից զրկելու որևէ մի վարքյան չլինի օրենքին հակասող։ Խոսքը դրա մասին է միայն։ Քողարկման համար ուզում եմ երկրորդ հարցը ձեր վերաբերում էր նրան, թե որոնք են սահմանները, ողջամտության ասացիք բառը, ողջամտության սահմանները։ Ես ուզում եմ հիշենք, որ այս պահի դրությամբ գործող օրենքով, մեր օրենքով, մենք կարող ենք պետական մարմինների հետ համագործակցության եւ աջակցության տրամադրման դրույթի ներքո եւ ունենք կոնկրետ ուղղակի լիազորություն, ծառայության լիազորությունները նախատեսող հոդվածում օգտագործել, ստեղծել եւ օգտագործել քողարկման փաստաթղթեր, այդ թվում պետական մարմինների։ Այսինքն մենք այստեղ նախատեսել ենք այնպիսի մեր լրացման իմաստը ինչն է, դեպքում եթե կհարցնեք ունեն գործողով ինչ ենք ուզում ավելացնենք, մենք հենց ձեր ասած ողջամտության սահմաններն ենք ուզում դրա համար հիմք ստեղծել, որ հաջորդի իրավական ակտերով մենք նախատեսենք դրա ընթացակարգը, տեղեկացման աստիճանը, շրջանակը եւ նաեւ մեր կողմից օգտագործման ծավալը եւ շրջանակը։ Այսինքն մենք այստեղ գնում ենք ավելի շատ, որ պատկերացնեք մեզ իրավական առումով զսպելու եւ հստակություն նախատեսելու ճանապարհով։ Հաջորդ ձեր 4-րդ հարցը վերաբերում էր ատեստավորմանը եւ հարցնում եք, թե արդյոք աշխատավարձի բարձրացման մեխանիզմ է, թե մասնագիտական։ Տեսեք, մեր ծառայության դեպքում մենք ձևավորվել ենք այնպիսի պահից, երբ մենք ունեցել ենք հնարավորություն ատեստավորումը որպես վարձատրության մեխանիզմ չօգտագործել, այլ մաքուր իր կլասիկ իմաստով մենք օրենքում էլ այդպես էլ նախատեսված է, որ ծառայության ծառայողները առնվազն 3 տարին մեկ ենթակա են պարտադիր ատեստավորման, այնտեղ կա կամավոր ատեստավորման ռեժիմ եւ դրանք միտված են ծառայողական գիտելիքներ, մասնագիտական գիտելիքները եւ կոմպետենցիաները զարգացնելու ուղղությամբ, դրանք ներառում սակայն չեն սահմանափակվում լեզվական նոր հմտություններով, դրա հետևանքը, որպես այդպիսին բացի են, որ վալիդացիայից 3 տարին մեկ ծառայողը ինչ որ մեր ստանդարտին շարունակում է համապատասխանել կամ առաջադիմել է, հանգեցնում է օրինակ որոշ ենթահարցական ակտ կա, որը գաղտնիության ռեժիմ ունի, բայց ընդհանուր առմամբ որպեսզի պատկերացում կազմեք, ասենք 1-ից 2% վարձատրության ավելացում է, որը օրինակ, չգիտեմ, էքստրա լեզու է սովորել եւ այլն։ Այս տեսակ փոփոխություններին է վերաբերում։ Ձեր 5-րդ հարցը վերաբերում էր թվային վերահսկողությանը, հեռախոսային թվային վերահսկողությանը։ Այս մասով ասեմ, որ պարոն Մանուկյան իրականում վստահաբար մեր ֆինանսների նախարարության գործընկերներն են դրա մասին առաջարկություն արել եւ այս քննարկումները երկար են տևել եւ կառավարության մոտեցումն է, որ ծառայությունը պիտի կարողանա ունենալ, ստեղծել պատասխանատվություն եւ ինքնուրույնություն, կապ չունի վստահության հետ եւ ինքնուրույն պատասխանատվություն կիրառելու շատ զգայուն ՕՀՄ-ն, որը որ մենք առաջարկում ենք նախատեսել ավելի եւ դա նախատեսելու է նաեւ ենթադրելու է նաեւ ավելի խիստ վերահսկողություն ծառայության մեջ եւ ծառայությունից դուրս խոսքը վերադասի վերահսկողության մասին է։ Այսքանն էին ձեր հարցերի պատասխանը։ Գնահատելի է, որ ատեստացիան, որ դուք դիտարկում եք պաշտոնի համապատասխանելիության առաջ խաղացման գործիք եւ ոչ թե ասած եւ ոչ թե աշխատավարձի փոփոխության, այդ ձենք կրելու հետ կապված նայեք հատուկ միջոցների դեպքում կա նշում, որ տարածքի եւ այլն։ Կառաջարկեի, որ նաեւ դիտարկեք ձենք կրելու հետ կապված այդ ճշգրտումը մտցնեք, որ խոսքը վերաբերում է տարածքի պաշտպանությանը եւ այլն։ Գալով Առաջարկը վերարեք։ Այո, եւ որ հստակ լինի, գալով 24 ժամյա ռեժիմին մենք միշտ դեմ ենք եղել, հատկապես այդ ձևի ծավալուն փաստաթղթը 24 ժամյա ռեժիմով քննարկելուն դեմ ենք եւ վերջապես գաղտնալսումների մասին երեք գլխավոր դատախազին այստեղ առիթ եմ ունեցել ասելու, որ գաղտնալսումները երբեմն քաղաքական նպատակարարության առումով ինչ չարիք են, երբ որ գաղտնալսումները հետո դառնում են մոնտաժված, կեղծանքի արդյունքում դառնում են քրեական գործեր, այդ թվում մեր գործընկեր Արթուր Սարգսյանին արդար կալանքի էին տարել, մենք էլ ներողություն պետք է խնդրենք, շտապում ենք իր դատին, դրա համար կիսաթողնենք նիստը։ Պարոն Մարուկյան, մինչև ձեր գնալը ես կուզեի, որ վերջի ձեր հնչեցրած տեսակետից դատախազության վերահսկողությունը շատ կարևորելով, ես կարծում եմ, որ գաղտնալսման հնարավոր չարաշահումներ հենց դատախազության ֆունկցիաները պետք է լինի, որպեսզի նման բաները բացառվեն նախ առաջին հերթին դա։
եւ մենք ըմբռնումով ենք մոտենում։ Ստեսուն ձեզ։